Տիկին Զոհրաբյան, նախ դատական այս նիստից ինչ սպասելիքներ ունեք, որքանով արդարադատությունը ի վերջո կհաղթի։ Ոչ մի սպասելիքներ չկան, սա ընդամենը բարոյական աջակցություն է անմեղ դատապարտվող մարդկանց, որևէ ակնկալիք, որ հնարավոր է բեկում դատական նիստի ընթացքում չկա եւ չի կարող լինել, քանի այս իշխանությունն է քիչ առաջ գոնե մի այսպես պոզիտիվ բան տեղի ունեցավ, տեղեկացանք, որ Միքայել Սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան կենտրոն, որովհետեւ մենք տեսանք, չէ, արդարադատության նախարարը սենց ինչ որ սենց տոմնի ժպիտով ինքն էր որոշում Միքայել Սրբազանը առողջական խնդիրներ ունի թե ոչ, քիչ առաջ ուրեմն մենք դատարանում տեսանք Բակրատ Սրբազանին, ծայրահեղ նիհարած եւ մենք բոլորս գիտենք, որ Բակրատ Սրբազանը շաքարի լրջագույն խնդիր ունի եւ ես պնդում եմ ծանոթ լինելով միջազգային բոլոր կոնվենցիաներին այն հիվանդությունները, որոնք ունեն մասնավորապես 4 կալանավորված սրբազաններից երկուսը Միքայել եւ Բակրատ Սրբազանը մեր օրենսդրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով դրանք անհամատեղելի են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ, բայց քանի որ մենք ունենք իշխանություն, որը թքած ունի իր իսկ ստորագրած միջազգային պարտավորությունների վրա, իր իսկ ընդունած օրենքների վրա, մենք տեսնում ենք ահա այսպես լրջագույն առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կալանքի սանկցիայի տակ, ել չեմ խոսում այդ ամբողջ անհեթեթագույն մեղադրանքը, որը կարվել է բոլորին քիչ առաջ զրուցում էինք Արա Ռոստոմյանի հետ եւ մանրամասնեց թե կոնկրետ ինքը ինչ ահաբեկչություն էր ծրագրում, երբ որ Սրբազան շարժման մասնակիցներից մեկը սենյակում, գնել անորեն մանուշակագույն այդ, չգիտեմ ինչ, ծուխը, ընդամենը այդ ձայնագրության մեջ Արա Ռոստոմյանն ասել է, հա լավ է, որակյալ է, բայց դուրսը թողեք, որովհետև խեղդվում ենք։ Սա համարվել է ահաբեկչություն նախապատրաստելու գործիքակազմ եւ այդ հոդվածով իշխանազավթման ահաբեկչություն նախապատրաստելու յուրաքանչյուրը կալանքի տակ է, չմոռանանք Բակրատ Սրբազանի միկրոալիքային վառարանը, կոշիկի մեխերը եւ պոլիփայտը, սրանք բոլորը այս իշխանության օրոք համարվել են ահաբեկչության իրականացման արսենալներ, գործիքներ։ Տիկին Զոհրաբյան, Փաշինյանը ամեն կիրակի իր շրջիկ խմբով այսպես կոչում գնում է պատարակների, նախորդ կիրակի էլ Գյումրիում 7 վերքում էր մասնակցում պատարակի, մենք տեսանք, որ Շիրակի թեմի քահանաները բոյկոտեցին եւ իր արչեւ իր թելադրած կանոններով պատարակ չմատուցեցին։ Փաշինյանը ինչ է փորձում նման կերպով ցույց տալ։ Փաշինյանը իր ծրագրած ճանապարհային քարտեզով գնում է առաջ։ Փաշինյանը կազմաքանդում է հայ առաքելական եկեղեցին, նույն Նավասարդ Կճոյանը, նույն ինքը Բենթլի Սամոն, որի դեմ Փաշինյանի ելույթները ուղղակի սենց տարակացնում էին ազգային ժողովի ամբիոնը, հիշեցնեմ նաև, որ ես որպես հայկական ժամանակի լրագրող կարող եմ վկայել, որ Բենթլի Սամոն, նույն ինքը Նավասարդ Կճոյանը, եթե մեր թերթում հայկական ժամանակում կար առնվազն 5 ամենաանընդունելի եւ մշտապես քննադատելի կերպարներ, նրանցից մեկը Նավասարդ Կճոյանն էր, իդեպ Նավասարդ Կճոյան հայկական ժամանակում մենք ձեր կլիչկան դրել էինք Կճեպ, չէ Նիկոլ, մենք ձեզ ասում էինք Կճեպ, կվկայի նաև Ավետիս Բաբաջանյանը եւ ահա այսօր այդ նույն մարդիկ, որոնց Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր տարբեր երկրներում սիրուհիներ ունենալու մեջ, մեղադրում էր, ես չգիտեմ, զենքի, ինչի մեջ ասես, Բենթլիներ եւ այլն, նրանց հետ գրկախառնվում է, եկեք Նիկոլից չխոսենք, որովհետեւ ինքը շատ գրագետ, ճակերտավոր իրականացնում է իր ճանապարհային քարտեզը եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ ես 10 քանի տարի եղել եմ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ այո, եվրոպական կառույցները ինձ եւս խեղդում էին, խնդիր է դրված ուղղակիորեն հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել, ասենք, ինչ օրինակ ինցեստ քարոզող
որևէ կրոնական սեկտայի հետ եւ այո, երբ որ ադրբեջանական տանդեմի պահանջով փոխվի Հայաստանի սահմանադրությունը եւ այնտեղից հանվի անկախության հռչակագիրը, վստահեցնում եմ ձեզ, որ եւս երկու դրույթ Եվրոպական միության պահանջով հանվելու է սահմանադրությունից։ Դա հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթն է, որպեսզի հայ առաքելական եկեղեցին ունենա Հայաստանում գրանցված ցանկացած կրոնական կազմակերպության հավասար կարգավիճակ եւ երկրորդ դրույթը, որ հանվելու է սահմանադրությունից, դա ձևակերպումն է, որ ամուսնությունը դա կնոջ եւ տղամարդու միջև միավորումն է։ Հիմա եկեք չքննարկենք Նիկոլին, ինքը իր ծրագիրը տանում է առաջ, եկեք քննարկենք ինչ անում Հակա-Նիկոլ ճամբարը այս աղետը կասեցնելու համար։ Ցավոք սրտի, բացի ապագա խորհրդարանում մի քանի մանդատ պրճոկելուց, ես այլ օրակարգ դեռևս չեմ տեսնում։ Հուսանք իմ տեսողության հետ խնդիր կա եւ վաղը կամ մյուս օրը այդ օրակարգը մենք կտեսնենք։ Տիկին Զոհրաբյան, չնայած քաղաքական գործիչները, քաղաքացիները պնդում են, որ Հայաստանում կան արդեն մի քանի քաղբանտարկյալներ, Արդարադատության նախարարը ասում է, որ մենք քաղբանտարկյալներ չունենք։ Արդարադատության նախարարը ստում է, որովհետև նույն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եվրոպայի ամենամեծ վերազգային կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ Նիկոլին սատարող միջազգային կառույցները արձանագրել են, որ Հայաստանում դատական համակարգը կախյալ է, արձանագրել են, որ քաղաքական իշխանությունը ուղղակի ազդեցություն ունի դատական համակարգի վրա, բայց նորից եմ կրկնում, քանի որ այս իշխանությունը ամենակատարյալ գործիքն է արտաքին խաղացողների ձեռքին աշխարհաքաղաքական իրենց խնդիրները լուծելու համար, ես ամփոփեմ ելույթս նրանով, ինչ Բրյուսելում ինձ ասեց Եվրոպական միության բարձրաստիճան մի պաշտոնյա, եթե անգամ ուղիղ եթերում Նիկոլը քեզ ուտի, մենք դա չենք, ինձ ուտի, մենք դա չենք դատապարտելու, մենք ասելու ենք, որ Նիկոլը դա արել է Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու եւ փրկելու համար, որտեղ Նիկոլը մեզ պետք է, դեռ պետք է։